Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. պատանակությունը Ադամամութն է։ Ադամամութը ո՞րն է։ Այն լույսը բացվել է, բայց արեգակը չի ծագել։ Ոչ գիշերը, ոչ ցերեկը, հա։ Մութ չի, դու տեսնում ես, հա։ Բայց ոչ էլ լավ լույս է, որ չտեսնես։ Մանկություն ասում է դա ցերեկն է։ Լրիվ լույս է մանկությունը, բայց գալիս է 14-15 տարեկան այդ արբունքի տարիքը, պատանի են դառնում։ Մանկության լույսը ասում է կա, լանմեղությունը կա, բայց մեղքի խավարը գալիս է։ Եվ շատ ամենավտանգավոր տարիքն է։ Լույսի խավարի պայքար է գնում, պատերազմ է գնում։ Եվ հայտնի չէ ով կհաղթի։ Ադամամութ է պատանեկությունը։ Եվ այստեղ ծնողները շատ մեծ աշխատանք պետք է կատարեն։ Իմաստուն ձևով, մեծ։ Ես միշտ ասել եմ, ծնողը երեխայի համար պետք է գերագույն հեղինակություն լինի։ Ինչպիսի հեղինակություն, գաղափարական հեղինակություն պետք է լինի ծնողը։ Որ ինքը, որտեվ եթե դու գերագույն հեղինակություն չունեցա, չեղար քո զավակի համար, ինքը ուրիշ հեղինակություններ կգտնի անպայման, ինչքան ուզես։ Համացանցում, աշխարհում, միջավայրում ինչքան ճակերտավոր հեղինակություններ ասես կան։ Ինքը մեկից պետք է սովորի, իր մեջ ձգտում կա դրսևորվելու, ինքնահաստատվելու, հա, այդ տարիքը շատ վտանգավոր տարիք է։ Ինքը ուզում է դրսևորվի, ինքնահաստատվի, ինքն ուզում է այդ պահին դու պետք է շատ մեծ լուրջ աշխատանք տանես։ Ծնողները պետք է երեխաների հետ մտավոր, բացատրական, օրինակով, ցավոք սրտի մեր ծնողները երբեմն շատ զբաղված են լինում իրենց աշխատանքներով, թողնում են այս տարիքը իրենց երեխաներին։ Իհարկե այդ դաստիարակությունը մանկությունից պետք է սկսի, բայց այս տարիքում շատ ավելի մեծ աշխատանք կա։ Երբ որ դու բաց ես թողում, չէ, այս տարիքը չես կարողանում որսալ քո երեխային, իրեն խավարից գոնե հեռու պահել մանկական այդ անմեղության լույսի մեջ էլ։ Գալիս է երիտասարդություն, Տաթևացին երիտասարդությունն ասում է խորը գիշեր։ Մենք մտածում ենք, որ երիտասարդությունը դա ամենավառ տարիքն է, չէ՞։ Ասում է խորը գիշեր է երիտասարդություն։ Այսինքն մեղքի չարիքի գայթակղության տարիքն է։ Որ ահա որ շատ է մեղքը, պատանեկությունը դեռ խորը գիշեր չի, Ադամամութը։ Լույսն ու խավարը խառն են, հա։ Բայց երիտասարդությունը արդեն անցնում է, երբ որ արդեն 20 տարեկանից սկսում է, դե երիտասարդ նշանակում է երիտասան, 30 տարեկանն է։ Բայց հարաբերական իմաստով էլի 20-ից մինչև 40։ 40-ից հետո արդեն միջին տարիք է գալիս, 50-ից հետո արդեն ծերություն։ Ես որ էսի Ադամամութն է, մութը, բայց Ադամամութն է, լրիվ մութ չի։ Շատ ուշադիր պետք է լինենք մեր երեխաներին, աշխատենք իրենց հետ, փորձենք իրենց լեզվով իրենց հետ խոսել։ Պարտադրանքը, պատիժը չի օգնում, հակառակ էֆեկտ է տալիս։ Հիմա տեսեք, բազմաթիվ միջոցներ կա մեր երեխաներին սխալ ընթացքից հետ պահելու, սովորեցնելու, պետք է բոլոր միջոցները գործադրենք մենք։ Օրինակ հետաքրքիր մի միջոց ասեմ մեր հավատացյալների գործադրել են։ Մի 3-4 տարեկան աղջիկ երեխա ունեն, որ այդ տարիքում կապրիզն է սկսում։ Չէ, չեմ ուզում։ Իմ ուզածն եմ ուզում անում։ Ոչ մի հնար չկա։ Ծեծնել, ջարդնել չի օգնում։ Իհարկե ծեծն ու ջարդը սխալ է։ Հայրը պատահականորեն մտածելով մի հետաքրքիր հնար մտածեց։ Երեխան ասում է, հայրիկ գնանք խաղանք։ Չէ, չեմ ուզում, հայրն ասում։ Ախի չես ուզում, դե կապրիզն եկել է, ասում, չեմ ուզում։ Խի ասում, կապրիզը այդպես վատ բան, հա։ Այսինքն այդ օրինակով հայրը երեխային սովորեցրեց, որ կապրիզը վատ բան է։
Հետո երեխան ինքնուրույն իր կապրիզը սկսեց հաղթահարել։ Թեթև տեխնիկական հնարք, առանց որևէ պատժի, առանց որևէ գոռալու։ Երեխան հասկացավ, որ կապրիզը վատ բան է, եւ ինքնին հաղթարեց այդ կապրիզը։ Միջոց մենք պարզ հասարակ չենք ուզում մի քիչ ուղեղներս աշխատացնենք, տեսնենք, հասկանանք երեխայի աչքերով նայենք, իր տեսանկյունից նայենք, գտնենք հնարքը։ Մի քիչ պիտի ժամանակ տրամադրենք եւ սեր։ Հիմա երբեմն մարդը պարտվելուց ավելի շատ բան ասում, քան թե հաղթելուց։ Ինչպես դու իմացի, որ այդ մրցելու երևույթը արդեն հաղթանակ է։ Կարևոր չի դու հասնես քո նպատակին թե չէ։ Ինչպես պիտի երեխաները աղոթեն, այսինքն որ իրանք սեզանից որ չլինի, որ ծնողը պարտադրում է կամ պահանջում է, որպես դասի պես ինքը պիտի սովորի դասը։ Ճիշտ է աղոթել ամեն օր եւ առավոտյան, չնայած որ այդպես են պահում են այդ ամենը։ Բայց ուզենք, որ կարգ լինի, որ իրանք հասկանան մարդը պետք է աղոթի ամբողջ կյանքում ինչքան աղոթի։ Այո, երեխայի աղոթքը անմեղ է լինում, մաքուր է լինում, մի սրտե է լինում, հա։ Ինչ իրանց սրտում է, իրանց բերանում է, մաքուր անմեղ է։ Իրենք չեն թաքցնում ոչի բան։ Իրենք իրենց սովորեցնենք աղոթել այնպես, ինչպես իրենց սիրտն է թելադրում, անկեղծ մաքուր։ Հա։ Մենք անգամ աղոթքի ժամանակ ենք կեղծում, հա։ Մենք այնքան կեղծիկ կա մեր մեջ, որ այնքան sense ինքնես մեզանից ամաչում ենք, թաքնվում ենք, անգամ աղոթքի ժամանակ էլ թաքնվում ենք։ Ոնց ասեմ, մեր աղոթքներն են չի։ Դժվար ենք մենք հասնում այդ բյուրեղա մաքրության, անաղարտությանը, սրբության, որը իրապես աղոթում ենք։ Իսկ երեխայի համար չկա արգելք։ Că պարզ հասարակ աղոթքային ամբողջ։ Դից սովորեցնենք իր խոսքը ասել Աստծուն։ Այս է իր աղոթքը կլինի։ Ամեն։